Իրականացված հակակոռուպցիոն դատարանը նախագահության Դրմյանի Քարտուղարության Թորոսյանի 2026 թվականի մարտի 27-ին դրամբաց նախնական դատական նիստում շարունակում է թիվ ՀԿԴ 0065-0224 գործի քննությունը նիստերի քարտուղարին խնդրում զեկուցել ովքեր են ներկայացել։ Հարգելի դատարան նախնական դատական նիստին ներկայացել են հայցվոր գլխավոր դատախազության ներկայացուցիչ Դավիթ Մեյրոյանը, պատասխանող Արմեն Սաքապետոյանը, պատասխանողներ Արմեն Սաքապետոյանի, Մարիանա Մկրտչյանի, Վարդ Սաքապետոյանի, ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը, ներկայացել է նաև իրավաբան ներքին թղթակից Վարդան Ղուկասյանը, ներկայացել է անվանակարգ եւ միջնորդություն տեսանկարահանել դատական նիստը։ Լավ, շնորհակալություն, պարոն Ղուկասյանի անվանակարգը ստուգվեց վերադարձվում է, քննարկվում է նախ լրատվամիջոցի միջնորդությունը, հայցվորի ներկայացուցիչի համաձայնություն տալիս։ Դատարանը թույլ է տալիս տեսանկարահանել դատական նիստը միջնորդություն ավելացնում։ Հարգելի ներկայացուցիչներ, հարգելի կողմեր, ուրեմն նախորդ դատական նիստով գործի քննությունը հետաձգվեց, հնարավորություն տրվեց դատավարության մասնակիցների կազմի հարցը քննարկել այս դատական նիստով։ Պարոն Մեյրոյան, դուք նշեցիք, որ միջնորդություն ունեք ներկայացնելու Չներկայացնում երրորդ հանձների գրավելու վերաբերյալ միջնորդություն, հաշվի առնելով, որ հայցվորի դատական ակտը ազդելու է մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմերով հանդեպ ունեցած իրավունքների և պարտականությունների վրա, ներկայացնում երրորդ հանձների գրավելու վերաբերյալ միջնորդություն։ Հայցապահանջում ներառված են մի շարք իրավաբանական անձանցում մասնակցությունների բռնարանձնման պահանջներ, հայցվորի դատական ակտը ազդելու է այս իրավաբանական անձանց և կողմերի հանդեպ ունեցած իրավունքների և պարտականությունների վրա, մասնավորապես խոսքը վերաբերում է State Investment Development Սահմանափակ պատասխանատվության ընկերությանը, UM Agro Սահմանափակ պատասխանատվության ընկերությանը, Best Property Սահմանափակ պատասխանատվության ընկերությանը, Immobilier Սահմանափակ պատասխանատվության ընկերությանը և Mekesto Agro Սահմանափակ պատասխանատվության ընկերությանը։ Բացի դրանից հարգելի դատարան հայցապահանջում մի շարք փոխհատուցման պահանջի իրավունքի բնականոն պահանջներ են ներառված, կայացվող դատական ակտը ազդելու է պարտավորական իրավահարաբերություններում կողմերի վրա, այսինքն պարտավորական իրավահարաբերություններում հանգեցնում է իրավահարաբերության կողմի փոփոխության, այդ պատճառով ներկայացնում նաև միջնորդություն նշված անձանց ներգրավել որպես ներկայացնող երրորդ անձ, խոսքը վերաբերում է Armand Agro Փակուաժնետիրական ընկերությանը, Աստղիկ Գագիկի Մարտիրոսյանին, Արմեն Տեր-Տաճացյանին, Park Development Սահմանափակ պատասխանատվության ընկերությանը, Արմենիակ Սահմանափակ պատասխանատվության ընկերությանը, Արտակ Անդրեասյանին, Գևորգ Մարա Սահմանափակ պատասխանատվության ընկերությանը և Կարապիրլիչ Սահմանափակ պատասխանատվության ընկերությանը։ Պարոն Մեյրոյան, Արմեն Ասլանյանի անունը, եթե չեմ սխալվում, չնշվեց։ Արմեն Ասլանյանը։ Իր մասով ևս միջնորդություն։ Բոլոր փոխհատուցման պահանջի իրավունքի մյուս կողմերին պատասխանատվությունը ներգրավել որպես ինքնականոն ներկայացնող երրորդ անձ։ Լավ, միջնորդության հետ կապված առարկություններ ունի պատասխան։ Ուզեի մեր բարձրի գործի գրոջից հետաքրքրվեի ես միջնորդությունը ներկայացնելու պահին, ինչ է այս պահին ներկայացնում այդ միջնորդությունը և արդյոք մոտավորապես 10 ամիս արդեն համանման պահանջ ներկայացնելու պայմաններում դատախազությունը չէր ներկայացրել այս միջնորդությունը, արդյոք հայտնի չէր, որ այդ անձանց իրավունքներին ենթադրյալ կանոնական շահերին առնչվելու է ներկայացած պահանջը, թե չէ։ Այդ հարցին արդեն անդրադարձել եք, պարոն Ասատրյան, նախորդ դատական նիստով հարցը հնչեցրիք, հայցվորը պատասխանեց, դատարանն արձանագրեց, որ համապատասխան փուլում միջնորդություն է ներկայացվում, իրավունքի որևէ չարաշահում չկա, կողմի իրավունքն է։ Կողմի իրավունքների իրացնելու տեսանկյունից մենք այստեղ ամեն մի դատական նիստ, երբ որ կողմի նման միջնորդություններով ձգձգվում է, իսկ հնարավոր է նաև միջնորդության կամ հայցահաղորդելու հետ միաժամանակ այս միջնորդությունը ներկայացնել, մենք դրա դրամաբանությունը չենք հասկանում, ուզում եմ հասկանամ, որն է այդ դրամաբանությունը, սկզբնական պահանջում չներառել այդ անձանց և որոշակի փուլից սկսած նոր այդ միջնորդության հանդիսել, շուտ դրամաբանություն կա, թե ուղղակի դատական պրոցեսը ևս մեկ դատական նիստով ձգձգելու խնդիրն է։ Պարոն Մեյրոյան։ Չկա, այդպես ենք նպատակում
Ուղղակի ես փաստ արձանագրեմ, որ դրա արդյունքում իմ վստահողի նկատմամբ այս պրոցեսը ևս 1 կամ 2 դատական նիստով երկարաձգվելու է, դառնալու է տևական, հաշվի առնելով, որ վերջինս այդ բիզնես գործունեությունը ծավալում եւ ձեր ներկայացրած մեր ընկալման ոչ ակնհայտ անհիմն հայցապահանջի պայմաններում վերջինիս բիզնես գործունեությունը առերևույթ բուժում է եւ մեր դիտարկման նման նպատակահետապնդում ես գործել է ոչ այս մեկ, երկրորդ արդեն բուն միջնակցության մասով ավելի դատարան հետեւյալը արձանագրեմ, որ թեպետ երբ որ դիտարկում ենք ներկայացված պահանջները, եթե պահանջը ներկայացվում, այդ սուբյեկտների նկատմամբ պահանջը ներկայացված, առնվազն երրորդ անձի դատավարական կարգավիճակ պետք է ստանա, բայց երբ որ մենք խորանում ենք այցի փաստական հիմքերում, ապա առնվազն փոխհարության պահանջի իրավունքի մասով կարող են մի շարք հակասական իրավիճակների հանդիպել։ Բուն պահանջի տեսանկյունից կողմը պահանջի իրավունքը ուզում չիմանալով ինչ պահանջի նկատմամբ այդ իրավունքը, արդյոք այդ իրավունքները առկա են բացակայեն, արդյոք հակընդդեմ պահանջ կա եւ արդյոք դրա նկատմամբ այդ մասով վերջիններս գրում են պահանջի իրավունք ստանալու որոշակի պարտավորություններ, այսինքն պահանջի իրավունքը կողմը ցանկանում չիմանալով ինչ պահանջի մասին է։ Այստեղ այդ ամենը մի քիչ տարակուսանք առաջացնում, բնականաբար կողմը չիմանալով ինչ իրավունքների կամ ինչի մասին է խոսքը, ինչ իրավունքներից աղա պետք է իրան անցնի, ուզում է անցնի մի իրավունքի իրավունք, որի մասին պատկերացում չունի, այստեղ նաև խնդիր եմ տեսնում եզրափակիչ դատական ակտ կայացնելու մասով, թե օրինակ որ թվականի, որ փոխհարության կամ ինչ չափով վճարված կամ մարված փոխհարության մասին է խոսքը լինելու, արդյոք փոխհարական հարաբերությունների մյուս կողմի նկատմամբ ուգանային պարտավորությունների պահանջ ներառվելու է, թե չի ներառվելու, սրանք հարցեր են, որ դրա պատասխանները ես ինքս չեմ գտնում լինելով իրավաբան եւ մեր չեմ պատկերացնում տեխնիկապես ինչպես է այդ պահանջի իրավունքը իրացվելու, այս մեկ երկրորդ ընկերությունների մասով նախորդ դատական նիստերում մի շարք հանգամանքներ ցավոք սրտի մինչ օրս բաց մնացին, մասնավորապես մեր հարգելի գործընկերը, եթե դժվար չի թողնում իր պատասխանի, ընկերություններից մեկով ռեգիստրի գործակալությանը հարցում պետք է իրականացնել, արդյոք այդ հարցում իրականացրել են թե չէ, որպեսզի նաև հասկանանք այդ երրորդ անձի ներգրավման անհրաժեշտություն կա, թե չկա, օրինակ այդ փաստը իրենց համար նախորդիվ դատական նիստերում արկախված էր ռեգիստրի գործակալությունից ստացվելիք տեղեկությունները, եթե տեղեկությունները չեն ստացել կամ բացահայտված չի գտնում, դե ինչ պահանջ են ուզում կամ ինչի են պատկերացնում, որ այդ անձանց իրավունքները որոշակի շոշափվելու են այս վարույթի շրջանակներում։ Ես այդ կուզենայի նաև մեր գործընկերը բազոներ այս փուլում, որ իմ առարկությունները նաև դրանով պայմանավորված շարունակեն հարգելին։ Միջնորդության հետ ինչ կապ ունի։ Միջնորդության հետ ուղիղ կապ ունի, որովհետև միջնորդությունը վերաբերում է ընկերություններից, այն ընկերություններից մեկին, որի նկատմամբ երրորդ անձ ներկայացնելու, ներգրավելու միջնորդությամբ հանդես եկել եւ մեծ հաշվով առհասարակ այդ ընկերության գոյաբանությունը այս վարույթում պայմանավորված է իրենց տեղեկացված լինելու հանգամանքից, որը որ մեր գործընկերը ասաց, որ դեռևս երկու դատական նիստ առաջ հարցում են արել ռեգիստրի գործակալության հասկանալի այդ հարցի կապակցությամբ։ Այդ հարցադրումը պարզվել է, չի պարզվել եւ Իրական ես ներկայացնելուց հետո հաջորդ դատական նիստին մենք եւ Վանսակապետանի ներկայացած 4-րդ դիրքորոշման եւ սրա վերաբերյալ մեր դիրքորոշումը բացահայտենք անհրաժեշտության համապատասխան միջնորդություններ կներկայացնենք։ Ես շահազգան Ասատրյանի հարցը նախապես մի հատ հարց տալու պարոն Երանի։ Ըստ էության ձեր պահանջի մեջ կա ընկերությունների բաժնեմասի պահանջ եւ փոխառական հարաբերություններից ծագող պահանջ։ Ես կխնդրեմ հստակեցնեք ֆիզիկական անձանց մասով բազա փոխառական հարաբերություններից փոխող պահանջի իրավունքի մասով դուք միջնորդու երրորդ անձների գրավելու
ընկերությունների մասով, որ պահանջի մասով եք դուք միջնորդում երրորդ անձների գրավելու փոխառական հարաբերությունների, թե բաժնի մասին։ Եվ շնորհակալություն։ Որ խնդրեմ ավելի հստակեցնեք, ձեր հայցադիմումի խնդրում եմ խնդրագրային մասում, խնդրում եմ ինձ ցույց տվեք Estate Investment and Development ընկերության նկատմամբ պահանջի իրավունք ինչքան է։ Անսահմանափակ Estate Investment and Development սահմանափակ պատասխանատվության ընկերության բաժնի մասի բռնակազմը պահանջ է ներկայացրել։ Դրա պատճառով է միջնորդում ներկայացնում ներգրավել, որպես իդնի պահանջ ներկայացնում երրորդ մաս։ Հիմա մենք եսել են նախորդ նիստի հարցից ենք տալու, էլի։ Պահանջ եք ներկայացրել ինչի համար։ Բաժնի մասի, որ իրավաբանական անձանց տրամադրվել են փոխհարուցումներ եւ չի հիմնավորվել օրինական եկամուտով, ճիշտ եմ հասկանում։ Կոնկրետ այս ընկերության մասով մասնակցության բռնակազմը պահանջ է ներկայացրել։ Որ իրավաբանական անձանց տրամադրել են փոխհարուցում եւ չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ճիշտ եմ հասկանում։ Կան նաեւ իրավաբանական անձիկ, որոնք Ես խոսում եմ կոնկրետ Estate-ի մասին։ Դուք հիմա ասում եք, որ Estate Investment-ին ներգրավում են ոչ թե որպես պարտական, այլ պահանջի իրավունք ընկերության բաժնի մասի նկատմամբ ձեր պահանջում, ճիշտ է։ Հիմա այդ ձեր պահանջը պետք է բխի փոխհարուցան իրավաբանական անձի տրամադրված եւ օրինական եկամուտներով չհիմնավորող փոխհարուցան փաստով, ճիշտ է։ Փաստը պետք է արկա լինի։ Որպեսզի այս պահանջը գործի, բարոներ, որպեսզի բաժնի մասի ձեր պահանջը գործի, այն ինչ որ ձևակերպել եք, դրա համար պետք է լինի արկա փոխառական հարաբերություն պահանջի մեջ։ Մենք ես օրինակ հարց չեմ տալիս ձեզ, ինչու եք իմոբիլիար ընկերության բաժնի մասի վերաբերել պահանջ ներկայացնում։ Քննարկեք հաջորդ փուլերում դա իրավաչափը թե չէ։ Բայց էլի եւ նաեւ նկարագրել եք ձեր խնդրագրային մասում, որ կա այսքան տված փոխհարուցում ըստ ձեր տվյալների։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, Estate-ի մասով դուք ձեր պահանջի մեջ որևէ պահանջի իրավունքի վերաբերյալ նշում չունեք։ Խնդրում եմ ասեք մեկ անգամ ևս, ինչու եք Estate Investment and Development ընկերությանը ներկայացնում պահանջ։ Բաժնի մասի բռնակազմը պահանջ է Իսկ ինչու եք բաժնի մասի պահանջ ներկայացնում։ Դուք հարցը անցած նիստերին եք բարձրաձայնել եք, պատասխան հնչել է պարոն Սաքապետյան։ Այդ հարցի պատասխան հնչել է պարոն Սաքապետյան։ Հարգելի դատան, ստացվում է, որ չկա փոխառական հարաբերություն, բայց էլի պահանջը ընդունում ենք։ Միջնորդության քննարկման շրջանակում քննարկման հարց չի, որովհետև կա կոնկրետ պահանջ բաժնի մասի բռնակազմում։ Լավ, հաջորդ հարցը տամ եք Որ պահի դրությամբ է այս ձեր նշված պահանջի իրավունքները խնդրեմ դրա հստակեցնեք ըստ պահանջների։ Միջնորդության ներկայացնում։ Որ միջնորդության։ Վերջի միջնորդության։ Վերջին խնդրում այդ միջնորդության վերնագիրը ասեք եւ ամիս ամսաթիվը ասեք։ 2020 թվականի հուլիսի ներկայացված միջնորդության մասին։ Այսինքն ըստ ձեզ 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ այս փոխառական պարտավորությունների չափն է, հա։ Մեր տվյալներով այո։ Որտեղ ձեր տվյալներում ոնց կարող եք ծանոթանալ։ Տվյալները գործի նյութերում արդեն են, Ձեր գործի նյութերում տվյալները, պարոն Միրոյան, վերաբերում են ձեր հայցը տալու ժամանակվա պայմանությամբ փոխառական հարաբերություն։ Միջնորդությունը ներկայացնում պայմանությամբ, որը նոր տվյալ մենք չենք ստացել այսօր։ Չէ, ինչ է նշանակում չենք ստացել։ Որովհետև Դուք փոխառության հարաբերությունը դադարել է պարոն։ Պարոն Միրոյան, մենք հիմա զբաղվում ենք ինչ-որ մի բանով, որը որևէ արդյունք չի տալու սույն դատավարության համար։ Պարզաբան եմ հարգելի դատան։ Պարզաբանեք։ Պահանջը այս ինչ-որ որ ներկայացված է երրորդ անձանց նկատմամբ, դա սկզբնական հայցադրումի ժամանակ ներկայացված պահանջն է։ Դրանից հետո փոփոխվել է հազար բան։ Հիմա մենք ինչ ենք անում, այս մարդկանց բերում ենք դատարան, որպեսզի պարզենք, թե ինչքան է մեր փոխառական հարաբերությունները այս մարդկանց նկատմամբ ավելացել է, պակասել է, դադարել է, թե նորացվել է, այս ենք ուզում պարզենք դատարանում, մարդկանց մենք ինչ են երրորդ անձ կանչում, կարող ենք հասկանալ։ Երրորդ անձ ներգրավելու պատճառը հայցվորը ներկայացրեց։
որևէ բան բարձելու պատճառ չի պարոն Սաքապետյան։ Հայցվորը հիմնավորեց իր միջնորդությունը, ինչի է գտնում, որ Հարգելի դատարան, իմ կարծիքով պետք է հայցվորը գտնվել բալաշիչ, բարձել այդ փոխարական հարաբերությունները ընդհանրապես կան չկան։ Դուք պնդում եք, որ չկան։ Ես չեմ պնդում, ես չգիտեմ իրանք որովհետև դրությամբ ինչ են հաշվում։ Հայցադիմումի մեջ են ինչ-որ նշված, սակայն միջնորդության մեջ են ինչ-որ նշված։ Դա 2 տարի առաջ վաղեմություն ունի։ Փոփոխություն կա իրավահարաբերություններում, նշեք այդ մասին, եթե այդ հիմքով Իրանք հայցում Իրանք պետք է գնան բարձել իրենց պահանջի հիմնավորվածությունը եւ չափը, ես չեմ գալուս դեռ դատարանում։ Իրանք ամենուր դիմում ներկայացնենք բանկային գաղտնի։ Ես չգիտեմ հայցում որ բազեն թե օրինակ այսօրվա դրությամբ այդ հարաբերությունը կա թե չէ։ Չէ, դուք առնվազն ձեր միջնորդությունը տալու օրվա դրությամբ պետք է բարձեիք։ Լրացուցիչ գործողություններ կատարվել են պարոն Միրոյան ձեր կողմից։ Ոչ, վերջինը անգամ մինչև ուսումնասիրել, մինչև հայցակի ներկայացնելը բանկային գաղտնի կազմող օրենքով պահպանված գաղտնի կազմող տվյալներ վերաբերյալ դիմում են ներկայացվել։ Դուք հաստատապես ներողություն պնդում եք, որ փոխհարության պահանջի իրավունքները նույն ծավալով գործում են, բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքները ևս գործում են։ Այդ տվյալները ըստ այդությամբ չունեն հարգելի դատարան։ Իսկ ում պարտականությունը դա բարձելու, պահանջի հիմնավորվածությունը, պահանջի չափը, պահանջի կատարված լինելու, չլինելու, նորացված լինելու կամ չլինելու հանգամանքը, դա ում պարտականությունը, պատասխանողի թե հայցողի։ Մենք ինչ պարտականություն ունենք։ Այսինքն ես պետք է պարտավորեմ գնամ։ Պարոն Սաքապետյան, կարող ինչ որ իրավահարաբերության արտահայտության բացակայության փաստը դուք տեղյակ եք, որ այդ հարաբերությունը չկա, պիտի ներկայացնեք։ Հարգելի դատարան, իմ հարցադրումները, ես մի քիչ ավելի մանրամասն եմ, ավելի շատ վերաբերում են այս դատավարության ընթացքին, որովհետև մենք սույն միջնորդությունը քննարկելուց, դրանից հետո մարդկանց ծանուցելուց, պետության կողմից ծախսեր անելուց, այդ մարդկանց ամեն ինչից կտրելուց տեղ բերելուց, այս ամբողջ կազմով 3-4-5 դատական նիստ անելուց հետո շատ հնարավոր է պարզենք, որ օրինակի համար ինչ-որ մեկը իր պարտավորական հարաբերությունը արդեն կատարել ավարտել է, ինչ-որ մեկի հետ նորացվել է, ինչ-որ մեկի հետ ավելացել է, և սա առնվազն հայցողի պարտականությունն է իր հայցապահանջը հստակեցնի և դատարանը ներկայացնի հստակ հայցապահանջը, գոնե իր միջնորդության ներկայացման օրվա դրությամբ։ Փոխհարությունները տրամադրված են եղել ձեր կողմից, ճիշտ է այդ անձանց։ Այո։ Որպես պարտավորության կողմ դուք ունեք տեղեկություն, բնականաբար պարտավորաիրավական հարաբերությունը պահպանվում է, թե ոչ, կատարված է, թե ոչ։ Եթե հակառակ ընդունում եք կատարում, ուրեմն այդ մասին հայտնեք դատարան, կոնկրետ մասով կատարում։ Այսինքն ես պետք է նստեմ հարգելի դատարան, հայցվորի միջնորդության, հայցվորի հայցը հիմնավորեն, պահանջները հիմնավորեն, վերեմ ներկայացնեմ։ Ոչ թե պահանջներ, այլ ձեր առարկությունները, եթե առարկությունների փուլում ես կներկայացնեմ առարկություն։ Միջնորդության մասն ասում, երրորդ անձ ներգրավելու միջնորդության դեմ դուք առարկություն ունեք, թե ոչ, եթե ունեք առարկություն այն հիմքով, որ դադարել են հարաբերությունները, խնդրեմ ներկայացրեք տվյալները դատարան, որպեսզի կարողանա դատարան լուծում տա հարցին։ Դա է լուծում։ Բայց դա իմ պարտականությունն է։ Ձեր պարտականությունը ձեր առարկությունները հիմնավորելն է։ Հայցվորը իր պնդումներն է անում, միջնորդություն է ներկայացնում, եթե առարկումը դրա դեմ ներկայացնելու փոփոխվել են, իքը բան փոխվել է 2 տարվա ընթացքում բնականաբար չեմ ներկայացնելու, գտնում եմ, որ դա հայցվորի պարտականությունը չունի, ժամանակը սկսվեն գնամ բոլորի հետ փոխադարձ հաշվարկների պարտավորություններ անեմ եւ փոխհարուսական հարաբերությունները փոփոխվել են, շատացել են, քչացել են, ես ամեն օր չեմ նստելու, զբաղվում եմ դատախազության հայցի հիմնավորմամբ։ Ես չեմ ներկայացնելու, ուղղակի հայտարարում եմ, որ սա շատ կներեք, մարազմ է, ուղղակի այս ամեն ինչը, այս մարդկանց դատարան հրավիրել է։ Պարոն Սաքապետյան, առանց նման գնահատականների խոսեք իրավական հարցության մեջ։ Կներեք, այլ բառեր ես չեմ գտնում, ուղղակի հազար ներողություն եմ Փորձեք գտնել, որովհետև դատավարության մարդը խախտվում է։ Կներեք, ես ուղղակի չգիտեմ, ինչ բառերով արտահայտեմ ես իրավիճակը, ուրիշ բան չեմ գնահատականների մասով պայմանավորված է նրանով, որ կողմից գործողությունները չեն վերարտադրում օբյեկտիվ իրականությունը, բնականաբար ցանկացած սուբյեկտի նամանավանդ են սուբյեկտի համար որ
ինֆորմացիային տիրապետումը համանման գործողությունները առնվազն տարակուսանք են առաջացնում։ Հիմա միջնորդության մասը նախագահ մեր դիտարկմամբ միջնորդությունը ավելի շատ խորհրդային տեսանկյունից խնդիր ունի ներկայացրած պահանջների բովանդակության ու ձևի հետ դրա եւ այդ տեսանկյունից մենք անգամ ներկայացրել ենք միջնորդությունը ներկայացված պահանջների ակնհայտ անունը լինելու գնահատականի մասով։ Գտնում ենք, որ մի շարք այս ներկայացրած իրավիճակում հաշվի առնելով են հանգամանքը, որ այս ներկայացրած միջնորդությունը կամ ներկայացրած պահանջը ժամանակավրեպ է, նաև այն տեսանկյունից, որ այս համաձայն մեր գործընկերոջ տված բարձրաբանման ուսումնասիրությունը մեծ հաշվով ավարտելուց հետո են բարձրաբանել, բարձր, որ փոխառական պահանջի իրավունքներ կան եւ այս պահանջները ուսումնասիրության հայցի հարուցումից հետո նոր ներկայացվել են, այսինքն սրանք ըստ էության ուսումնասիրության ավարտից հետո լրացուցիչ կատարված ուսումնասիրության թերի կատարված ուսումնասիրության հետևումների եւ հակադարձելով մեր գործընկերոջը, այո, եթե ներկայացնում եք պահանջ, ոչ թե պետք է այդ պահանջը ներկայացնենք 4 տարի վաղեմություն ունեցող տվյալների հիման վրա, մեծ հաշվով իրականությունը վերարտադրող տվյալների հիման վրա դրանք ներկայացնեին։ Այսքան ավելի դատարկ գտնում եմ, որ ներկայացված միջնորդությունը մեծ հաշվով չի էլ բխում հայցի դրամաբանությունից, այդ անձանց ներգրավելու կողմը ավելի վաղ հնարավորություն ուներ եւ այս գործելավոճին արդեն մենք մեր գնահատականը Ինչպես ասում եք, որ ազդելու է փոխառական հարաբերությունների վրա։ Հիմա մի օրինակով խնդրեմ կարող եք ասել հայց է պահանջում նշված քաղաքացիներից որևէ մեկը, որ ինձ պատկեր, օրինակ 10 միլիոն դրամ, այն ինչպես է իր վրա ազդելու այս սույն դատավարությամբ նրանց երրորդ անձ ներգրավելը, կամ սույն դատավարության արդյունքները ինչպես են ազդելու։ Փոխառական հարաբերությունների կողմը փոխել է, այն անձերում։ Հիմա երբ որ կողմը փոխվում է փոխառական հարաբերություններում քաղաքացիական օրենսգրքի համաձայն ինչ պետք է անի նոր պարտատերը։ Երբ որ դառնում է պարտատեր, չէ, պետք է ընդհանրապես ծանոթի պարտատիրոջ է եւ ասի, որ այն նախկին պարտատերը չկա, նոր պարտատիրոջ հանդեպ, այսինքն իմ հանդեպ կատարել պարտավորությունները, ճիշտ է։ Հնարավոր է, որ դատական ակտը ազդի պարտավորական հարաբերությունների։ Ինչպես ընդունում եմ դրա։ Հնարավոր է երրորդ անձը մի պահանջ ներկայացնող գալիս է դատարան, ասում է, որ ինչ-որ մի հատ հանգամանք կա, որը որ այդ փոխառության պահանջի իրավունքը ենթակա չէ բռնաբազում կամ այդ իրավահարությունը այլևս գոյություն չունի։ Այսինքն երրորդ անձը երրորդ անձը կա եւ իր դիրքորոշումը ներկայացնի այն իրավահարությունների վերաբերյալ, որում որ ինքը կողմ է։ Այսինքն դուք միջնորդություն եք ներկայացնում, որ Արմեն Ասլանյանը ծանոթվի, որ կա դատարան, որ ասի այդ հարաբերությունները կան թե չկան, ճիշտ եմ հասկանում, փոխանակ դուք բացեք։ Դուք ասում եք օրինակ բերեք ինչ պիտի անի երրորդ անձը։ Չէ, ճիշտ եմ հասկանում, արդյունքը դա է լինելու։ Ես չգիտեմ արդյունքը ինչ անի, ես չգիտեմ։ Ես ազդեցությունն եմ ուզում հասկանալ, ինչով է ազդելու։ Ազդեցությունը ես արդեն ասացի։ Երբ որ կդառնաք պարտատեր, կծանոթացեք, կասեք, պատշաճ պարտատիրոջ հանդեպ կատարեք պարտավորությունները, այսքան է։ Երբ որ կդառնաք պարտատեր։ Արգելի դատարան։ Սա ընդունում եմ որպես առարկություն։ Առարկություն է, ես դա ներկայացնում որպես, բայց ես շատ կարևոր մի բան ուզում շեշտել։ Սույն վարույթով դատախազությունը ընդհանրապես հաշվի չի առնում սույն վարույթի առանձնահատկությունները, պատճառաբանը։ Այս հարցադրումները գալիս են դրանից, որ դատախազությունը բոլոր գործերին ընդհանրական է նայում, բայց սույն գործով կա առանձնահատկություն, որը որ առնվազն պետք է հաշվի առնվել։ Դա նա է, որ դատախազությունը հիմնական հայցապահանջը ներկայացնելուց հետո ներկայացրել է միջնորդություն եւ հայցապահանջը նվազել է։ Դատախազության գիտությամբ նվազած հայցապահանջի պահանջը ապահովել է այլ գույքով եւ ըստ էության իմ բանկային հաշիվները կամ այլ գույքերը եղել են արգելանքից ազատ եւ ավելի հավանական է ըստ իրենց տեսության, քան ոչ որ պարտավորական հարաբերությունները փոփոխվել են, որովհետեւ արգելանքները վերացած են եղել մի որոշ ժամանակահատված եւ առնվազն ավելի հավանական է որ պարտավորությունները փոփոխվել են, այդ տրամաբանության մեջ դատախազությունը ուղղակի պետք է
ջանքեր գործադրել, այս միջնորդությունը ներկայացնելուց հարգելի դատարան, պարզել ուղղակի նմանատիպ հարաբերությունները փոփոխվել են, թե չեն փոփոխվել։ Եվ ներկայացնել պատշաճ հայցադիմում, պատշաճ պահանջներով եւ պատշաճ երրորդ անձանց ներգրավել։ Իմ վարքովմունքը հարգելի դատարան, ընդհանրապես սրան է վերաբերում, որ սույն գործով դատախազությունը կամ չգիտի, որ այդպես պետք է անի, չեմ ուզում այդպես մտածել, կամ անում է դա դիտավորյալ, որպեսզի ձգձգի դատական նիստերը, որպեսզի ինչքան հնարավոր է ինձ վնաս պատճառի, որպեսզի ինչքան հնարավոր է վարկաբեկի իմ բարի համբավը, իմ ընտանիքի բարի համբավը, հարգելի դատարան։ Սա է իմ ասածը։ Այսքանը շնորհակալություն։ Հայցվորին էլ մի հարց, պարոն Միրոյան, դուք նշեցիք, որ մի ընկերության մասով կարծես թե ռեգիստրին հարցում էիք արել, պատասխանը չեք ստացել եւ նշեցիք, որ պատասխանող կողմի դիրքորոշման վերանայման հետ միաժամանակ, դիրքորոշման հետ միաժամանակ վերանայման արդյունքում կա ուրեմն ձևավորվելիք, նաև դա այդ տվյալները կներկայացնեք եւ ստանաք ռեգիստրից։ Հիմա հարցս հետեւյալն է, այդ ընկերության մասով կհիշեցնեք, որ ընկերությունն էր։ Մեկ SQ Agro։ Այդ ընկերության հետ կապված ձեր միջնորդությունը, որ պնդում եք, դուք համոզմունք ունեք, որ բաժնեմասը ամբողջությամբ պատկանում է պարոն Սաքապետյանին։ Պահանջը, հայցապահանջը պնդում եք, բայց առնվազն նաև միջնորդության քննարկման շրջանակներում այդ դատարանը Այսպայծությամբ ոչ հարգելի դատան։ Չունեք համոզում։ Բայց այդ տվյալը այսպայծությամբ չունի։ Դրանք չունեք համոզմունք, իմը չի, Չունեք համոզմունք, որ պարոն Սաքապետյանն է պատկանում։ Այսպայծությամբ այո։ Ունեք համոզմունք, որ այսպայծությամբ ինձ է պատկանում այդ ընկերությունը։ Այս պայդրությամբ հնարավոր է որ օտարվել է։ Չէ, դուք հնարավոր է բառը խնդրում եմ մի բան արեք, էլի, դուք ունեք համոզմունք, որ այս պայդրությամբ ինձ է պատկանում ընկերությունը։ Պարոն Սաքապետյան, ես ասացի ոչ։ Այս պայդրությամբ հնարավոր է որ բաժնեմաս ընկերությունում օտարվել է։ Ու այդ պայմաններում դուք էլի պնդում եք միջնորդություն ես մասում։ Քանի որ այս պայդրությամբ չունի։ Հայցվորի միջնորդության վերաբերյալ կկայացվի առանձին դատական ակտիվ որոշում, ուղարկվի գործի մասնակցող անձանց, եթե միջնորդությունը բավարարվի, ապա նաև ներգրավվելիք անձանց, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի առաջին մասի համապատասխան կետով առաջնորդվելով, ղեկավարվելով դատարանը գործի քննությունը հետաձգում է ևս մեկ նախնական դատական նիստով Ալակացված դատաքննության կիրառելու միջնորդությունների մասով դատական ակտեր չկան, բայց եւ պարոն Ասատրյան, ես հիշեցի, որ նախորդ նիստով ասում եք ձեր առարկությունները պիտի գրավոր լրացումներ։ Այո, նախորդ հաշվի առնելով երրորդ անձիկ պետք է դրանց ներգրավեն կամ չներգրավեն դատական նիստ, մենք մինչև դատական նիստը ամբողջությամբ ներկայացնենք կողմին եւ դատարան։ Հաջորդ նիստի օրը եւ ժամանակ։ Ապրիլի 29 ժամը 3։ Հարմար է։ Արին դատարան ամուսնություն ես ծանրալերված եմ աղում։ Այս վանտասնում երկու ովնից չունեմ։ Արին դատարան ես խնդրում եմ հնարավորության դեպքում թեկուզ վաղվանից սկսած ամեն օր դատական նիստ նշանակել, որովհետև ես ամեն օր կրում եմ վնասներ։ Ապրիլի 30-ին ժամը 3-ին պարոն Միրոյան ամեն դեպքում նայեք, հնարավոր է, որ ազատ լինեք։ Ոչ շատին։ Ինչ ծանրաբեռնվածություն եք չեք։ Կոնկրետ այսօրը արձակվում պլանավորում։
23-ից 30։ Ապրիլի 23-ից արձակուրդում եք գտնվելու, ասացի, մինչև այդ օրը պարզապես նշանակելու դեպքում, եթե երրորդ անձինք եթե ներգրավվեն, ապա ծանուցման նաև եւ պատրաստվելու ուրեմն խնդիր կարող է առաջանալ, ժամանակը շատ կարճ կլինի, այդ պարագայում ուրեմն ձեր արձակուրդը հաշվի առնելով մայիսի 5-ին 11:30 Ժամը 10-ից մենք հարգել դատարան բացել դատավարական գործողություններ կատարելու վերջնական ժամկետներ։ Բայց դատավարական վերջնական ժամկետը ինչով է կատարվել։ Ժամը 10-ին դատարանը նախագահ դատավոր եւս այդ գործով դատական նիստ ունի։ Չեք կարող հասցնել մինչև 11:30, 11:30 ներկայանալ այս նիստին։ Նիստի ոչ չեմ ասել։ Նույն օրը ժամը 3-ին։ Մայիսի 5-ի ժամը 3-ին։ Եթե հնարավոր է արտադրել մայիսի 5-ին նշանակել։ Նախագահ մայիսի 7-ին եւ 8-ին ես կփոխեմ չնշանակել, դուք երկում չեմ գնել։ Օրը 6-ին կամ 4-ին դրել ասեմ։ Մայիսի 6-ին 11:30 Հաջորդ նախնական դատական նիստը նշանակվեց մայիսի 6-ին ժամը 11:30-ին։